Ամանչայում ենք ու էլի փորձելու ենք համով խաշը։ Հիշում եք, որ պատմում էի ոնց է խաշը հայտնի դառել։ Համիկների ու թագավորի պատմությունը հայտնի։ Այ հիմա այդ պատմությունը մոռացեք։ Թազա ունեք։ Միսիկները մի քիչ լստում են, լաբեր կինոն չես տեսել։ Դու դժբախտ մանկություն ես ունեցել։ Ուրեմն խաշը դա հայկական ծիսական ուտեստ է։ Վախը սխտորի հոտաղը, խոշոր աղը քիչ կանեք բացվում է։ Չէ, всё լավ երիք է։ Ոնց ես ուրախանում ես խաշի ժամանակ։ Վայ, ես ինչ աղ եմ արել։ Սխտորով փոխհատուցեմ։ Գնացինք։ Եվ ինչ ծիսական ուտես։ Պարզվում է խաշը, չի պարզվում։ Ուրեմն իմացեք, խաշը հայկական հարսանեկան ծեսի մի մասնիկ է։ Հարսանիքներից առաջ անպայման անասուն են մորթել։ Խորովածա, բանա ու անասունի հոտիկները օգտագործվել են հաջորդ օրը խաշկերույթի համար, այսպես ասած խնամականչի ժամանակ։ Հաջորդ օրը տես խնամիներով որ հավաքվել են այդ ժամանակ, նստել են խաշ ուտելու, ավելի մոտիկից ծանոթանալու։ Խաշի ավանդույթը շատ սերտ կապված է մեր ընտանեկան ամենաերջանիկ պահերից մեկի հետ։ Դրա մենք այդքան շատ ենք սիրում, միշտ պոզիտիվ հիշողությունների պատճառ է, որտեղ իրար շուրջ հավաքում ընտանիքների, ընկերների փակ են ոչ ծառի, պապերի համար, որ սենց սիրուն ու համով ծես են մեզ ժառանգել։ Ան մարդկային համով է։